Դրամը գերարժեզրկված է, համոզված են Կենտրոնական բանկում։ Ռուսական ռուբլու արժեզրկմանը զուգահեռ հայկական դրամը ևս արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Դեկտեմբերի 17-ին բանկերում դոլարի վաճառքի գինը հասել է մինչև 575 դրամի։ Նոյեմբերի սկզբին այն 410-ի սահմաններում էր։ Այսօր հրավիրված ասուլիսին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը նկարագրեց 3 հիմնադրույթներով։ Դոլարը գերարժևորված է, բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, Կենտրոնական բանկը սահմանափակում չի դնելու բանկերի վրա հաշիվների եւ ավանդների սպասարկման գծով։ Գերարժևորման հիմնական պատճառներն են խոճապային իրավիճակը եւ որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաների իրականացումը։ Ջավադյանը համոզված է, որ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո եւ այն զգալիորեն կարժևորվի։ Դրամի կտրուկ արժեզրկման պայմաններում փոխանակման կետերը եւ բանկերը սահմանափակում են արտարժույթի վաճառքը։ Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով, սակայն բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա։ Պոստուլատ համար 2 Կենտրոնական բանկը բազմիցս նշել է եւ մեկ անգամ եւս հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա։ Եվ անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը ունի հնարավորություն տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն։ Ջավադյանը նշեց, որ գլխավոր դրամատունը սահմանափակում չի դրել եւ չի դնելու բանկերի վրա հաշիվների եւ ավանդների սպասարկման գծով։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը խստորեն եւ հետեւականորեն վերաբերվում է այդ հարցին եւ այն դեպքում, եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում հրաժարվում են սպասարկել հաշիվները եւ ավանդները, կենթարկվեն խստագույն պատասխանատվության։ Արթուր Ջավադյանն ասաց, թե ինչպես է համատարած թանկացումների ֆոնին Կենտրոնական բանկը վերահսկում իրավիճակը։ Ինչ վերաբերվում է այն չարաշահումներին, որոնք մենք բացահայտել ենք, ես ձեզ ասել եմ, մենք թվով 16 վարույթ ենք սկսել բանկերում, բայց մենք գործում ենք Հայաստանի Հանրապետության օրենքների ներքո։ Մենք իրավունք չունենք ինչ-որ մեկին դնենք ու ասենք գլխատենք։ Ինչ վերաբերվում է գնաճին, Ջավադյանն ասում է, որ այն վերահսկվում է գրագետ եւ հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են։ Օգտվելով իրավիճակից որոշ բիզնես վարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշում անեն արտարժույթով։ Դա օրենսդրության խիստ խախտում է։ Հայաստանի Հանրապետություն դրամական գնանշումները արգելված է կատարել արտարժույթով։ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման, աշխատավարձի վճարման գնանշումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության արժույթով, դրամով։ Մենք վերահսկում ենք Հայաստանի Հանրապետության բանկերին, Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների մասնակիցներին։ Մենք վերահսկում ենք նրանց։ Մենք չենք կարող վերահսկել մի խանութպանի, որը իր խանութում գներ է բարձրացնում։ Կենտրոնական բանկի նախագահ հորդորեց զերծ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից։